Դուք զգում եք, որ ամեն օր պայքարում եք շարունակելու համար, բայց ներսում ուժ չունեք շարունակելու։ Կարծես ամբողջ աշխարհը հեռացել է ձեզանից, եւ դուք փորձում եք ամեն ինչ ինքներդ պահել։ Եթե այո, ապա այս ուղերձը ձեզ համար է։ Եվ եթե հենց հիմա դիտում եք սա, դա պատահական չէ։ Սա Աստված է, որ կանչում է ձեզ անունով եւ ասում. «Տեր մի փոքր դիմացիր, որովհետեւ ամեն ինչ կլավանա»։ Այս տեսանյութում դուք կլսեք խոսքեր, որոնք կարող են փոխել ձեր օրը կամ նույնիսկ ձեր կյանքը։ Դուք կհասկանաք, որ մենակ չեք, որ ձեր ցավն իմաստ ունի եւ կա հույս, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Այնպես որ վայելեք, բաժանորդագրվեք ալիքին, ակտիվացրեք զանգը։ Երբևէ ունեցել եք այնպիսի զգացում, որ ոչ ոք չի հասկանում ձեզ։ Կան օրեր, երբ շուրջը նայում եք եւ մարդկանց մեջ էլ լիովին մենակ եք զգում։ Գիտեք այդ զգացումը, որ ոչ ոք առանձնապես չի տեսնում ձեզ, որ որքան էլ փորձեք, ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում ձեր ներսում։ Ցավում է, որովհետև խնդիրը ոչ թե մենակության մեջ է, այլ նրանում, որ ձեզ չեն հասկանում։ Դուք փորձում եք ուժեղ տեսք ունենալ, ժպտում եք, ասում եք ամեն ինչ կարգին է, բայց ներսում ձեր սիրտը գոչում է, եւ այնուամենայնիվ դուք շարունակում եք առաջ գնալ։ Բայց վաղ առավոտյան լռության մեջ, երբ ամեն ինչ հանգստանում է, հոգին ավելի բարձր է խոսում, եւ այն գոչում է օգնության խնդրանքով։ Բայց եթե ասեմ ձեզ, որ կա Աստված, որ տեսնում է հենց այն, ինչ դուք թաքցնում եք, ով գիտի ձեր մտքերը դեռ նախքան դրանք բարերով արտասանելը, ով հասկանում է այն արդյունքը, որ լուր հոսում է բարձի վրա, նա հասկանում է ձեզ, եւ ավելին, նա զգում է ձեզ, նախքան ձեր լեզվին բար գա։ Ահա Տեր, դու գիտես ամեն ինչ։ Սաղմոս 139:4։ Ձեզ չի պետք Աստծուն բացատրել, թե ինչ եք զգում, նա արդեն գիտի։ Դա չի պահանջում գեղեցիկ ոսքեր կամ բարդ աղոթքներ։ Երբեմն պարզապես Աստված օգնիր ինձն արդեն դիպչում է երկնքին։ Նրա ներկայությունը միակ տեղն է, որտեղ դուք կարող եք լինել իսկապես ինքներդ ձեզ, առանց դիմակների, առանց վախի, առանց ամոթի։ Այնպես որ հիմա խոր շունչ քաշեք։ Թույլ տվեք, որ ձեզ տեսնի նա, ով երբեք չի հեռանում ձեզանից։ Ձեզ չեն մոռացել եւ երբեք չեն անտեսի։ Աստված հասկանում է ձեզ նույնիսկ այն ժամանակ, երբ դուք ինքներդ ձեզ չեք հասկանում։ Եթե այս խոսքը հիմա հասնում է ձեզ, նշանակում է Աստված նշանակել այս հանդիպումը ձեզ հետ։ Մի անտեսեք ձեր սրտի այս ձայնը։ Նա ասում է. «Ես այստեղ եմ, ես տեսնում եմ քեզ, եւ դու մենակ չես»։ Երկրորդ, երբ թվում է, թե ամեն ինչ փլուզվում է, Աստված այնուամենայնիվ ինչ-որ բան կառուցում է։ Եղել է ձեզ մոտ այնպիսի պահ, երբ թվում է, թե ամեն ինչ միաժամանակ փլուզվում է։ Հաշիվներ են գալիս, ընտանեկան խնդիրներ, դռներ են փակվում, մարդիկ հեռանում են։ Եվ այս ամենի մեջ դուք հարցնում եք ինքներդ ձեզ. ինչ էլ կարող է սխալ գնալ։ Կարծես կյանքը սեղմել է ոչնչացման կոճակը։ Բայց այս ողջ խառնշփոթի հետևում կա այն, ինչ դուք գուցե դեռ չեք կարող տեսնել։ Աստված գործում է լռության մեջ, եւ սա ոչ թե ոչնչացնում է ձեզ, այլ կառուցում է ինչ-որ բան ձեր ներսում։ Եվ մենք գիտենք, որ ամեն ինչ համագործակցում է բարու համար, նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն։ Հռոմեացիներ 8:28։ Դուք դեռ չեք տեսնում դա, բայց ձեր ներսում հիմք է դրվում։ Աստված ամրոցներ չի կառուցում թույլ հողի վրա։ Նրան պետք է ամրապնդել ձեր հավատը, ձեր ինքնությունը, ձեր դիմադրողականությունը։ Երբեմն այն, ինչ փլուզվում է, հենց այն է, ինչ խանգարում էր ձեզ աճել։ Գուցե դուք ինչ-որ մեկին կամ ծրագրեր եք կորցնում, բայց գուցե հենց դա է ազատում տեղը Աստծո նոր մարդկանց եւ օրհնությունների համար։ Նա անիմաստ ցավ չի թույլատրում։ Ամեն ընկնող կտոր փոխարինվում է ավելի մեծ բանով, նույնիսկ եթե հիմա դա անարդար կամ անիմաստ է թվում։ Եվ լսեք, ես գիտեմ, որ ցավում է։ Այս վախը ապագայի առաջ կաթվածահար է անում ձեզ։ Բայց հավատացեք, միայն Աստված կարող է գեղեցկություն ստեղծել ավերակների մեջ։ Այնինչ ձեզ համար կործանված է, վերականգնման սկիզբն է։ Մի հուսահատվեք, սա վերջը չէ, սա գործընթաց է, եւ ճիշտ պահին դուք հետ կնայեք եւ կհասկանաք, սա Աստված էր, ով ամբողջ ժամանակ գործում էր ձեր կյանքի հետին պլանում։ Երրորդ, լռությունը։ Սա բացակայություն չէ, սա հոգատարություն է առեղծվածի ձևով։ Երբևէ աղոթել եք եւ զգացել եք, որ Աստված չի լսում ձեզ։ Կարծես երկինքը պղնձե է դարձել եւ ձեր խոսքերը հետ են վերադառնում։ Այս լռությունը ցավ է պատճառում, շփոթեցնում է։ Այն ստիպում է մտածել, թե արդյոք մենք ինչ-որ բան սխալ ենք անում կամ մեզ պարզապես մոռացել են։ Բայց թույլ տվեք հիշեցնել ձեզ մի հզոր բան. Աստծո լռությունը երբեք արհամարհանք չէ, այլ ռազմավարություն է։ Նա չի գոչում, որ լսվի, նա շշնջում է, որ զգացվի։ Հանգստացեք եւ իմացեք, որ ես Աստված եմ։ Սաղմոս 46:10։ Բազմաթիվ տեղերում Աստված լռել է Հոգի հետ, Եղիայի հետ, նույնիսկ Հիսուսի հետ Գեթսեմանայինում։
Եվ բոլոր այդ դադարներում նա գործում էր, պատրաստում էր, հոգ էր տանում։ Լռությունը այն հողն է, որտեղ հավատը փորձարկվում է եւ ձևավորվում է սիրտը։ Հենց այդ ժամանակ նա սովորեցնում է ձեզ վստահել առանց տեսնելու, հույս ունենալ առանց հասկանալու, սիրել առանց փոխհատուցման։ Լռությունը այն ժամանակն է, երբ դուք սովորում եք ավելի շատ լսել Աստծո սիրտը, քան աշխարհի աղմուկը։ Գուցե հիմա դուք չեք լսում հստակ պատասխան, բայց զգացեք այս ճշմարտությունը՝ Աստված մոտ է։ Նրա լռությունը հեռավորության նշան չէ, այլ խորության։ Նա ձեզ հետ է ընկղմում այս ցավի մեջ, այս դատարկության մեջ, եւ նա ձեզ դուրս կբերի այնտեղից փոխված։ Մի հուսահատվեք լռության պատճառով, շնչեք, մնացեք, որովհետև հենց այս ընդմիջման մեջ Աստված առաջացնում է ձեր մեջ ամենամեծ հրաշքները։ 4. Ես այստեղ եմ։ Գուցե սա այն է, ինչ ձեր սրտին պետք էր լսել այսօր, խնդիրների, ցավերի մեջ, որոնք ոչ ոք չի տեսնում։ Գուցե ձեր սրտին այսօր ավելի շատ պետք չէ անմիջական լուծում, այլ պարզ վստահություն։ Դուք մենակ չեք։ Գուցե ձեզ հետ խոսելու մեկը չկա։ Գուցե ոչ ոք անկեղծորեն չի հարցնում, թե ինչպես եք դուք։ Եվ գուցե շատերի մեջ էլ ձեզ անտեսելի եք զգում, բայց լսվում է մեղմ ձայն, որ արձագանքում է հոգում եւ նրբորեն ասում. Որդիս, ես այստեղ եմ։ Սա հենց Աստված է հիշեցնում ձեզ, որ նա երբեք չի լքել ձեզ։ Ահա ես ձեզ հետ եմ միշտ մինչև աշխարհի վերջը։ Մատթեոս 28:20։ Այս խոստումը կախված չէ ձեր տրամադրությունից, հավատից կամ արժանապատվությունից։ Այն մշտապես հավատարիմ է։ Անկախ նրանից այսօր արդյունքներով եք արթնացել, թույլ եք զգացել, թե մտածել եք հանձնվելու մասին։ Աստված չի հեռանում ձեր վատ օրերին, նա մոտենում է։ Նա նստում է ձեր կողքին ցավի հատակին։ Նա բռնում է ձեր ձեռքը, նույնիսկ երբ այն դողում է։ Երբեմն բավական է լսել միայն սա. Նա այստեղ է ոչ որպես տեսություն, այլ որպես իրական ներկայություն։ Նա մանրուքներում է, գրկախառնություններում, որ մխիթարում են, գովասանքներում, որ դիպչում են, խոսքերում, որ հանգստացնում են։ Այսօր մի րոպե կանգ առեք եւ լսեք։ Անհանգստության, վախի եւ մենակության բոլոր ձայների մեջ լսվում է հանգիստ ձայն, որ ասում է. Որդիս, ես այստեղ եմ։ Դեռ մի փոքր սպասիր, ամեն ինչ կուղղվի։ 5. Դուք կարող եք հոգնած լինել, բայց ձեզ չեն լքել։ Երբևէ զգացել եք հոգնածություն, կարծես այլևս ուժ չունեք աղոթելու, հավատալու, շարունակելու։ Կարծես կյանքի ծանրությունը չափազանց մեծ է ձեր ուսերի համար եւ դուք պարզապես ցանկանում եք հանգստանալ ամեն ինչից։ Բայց նույնիսկ այդ խոր հոգնածության մեջ կա Աստված, որ չի հեռանում։ Նա ձեր սահմանը գիտի ավելի լավ, քան դուք ինքներդ, եւ նախքան ընկնելը նա գալիս է օգնությամբ։ Նա զորացնում է հոգնածներին եւ ուժ է տալիս նրան, ում ուժ չկա։ Եսայա 40:29։ Աստված չի պահանջում, որ դուք միշտ սուպերհերոս լինեք։ Նա չի սպասում, որ դուք միշտ կարգին լինեք։ Նա գիտի, որ կան օրեր, երբ ուզում եք պարզապես պարկել եւ անհետանալ։ Եվ այնուամենայնիվ նա նստում է ձեր կողքին եւ հանդիպում է ձեզ սիրով։ Դուք կարող եք հոգնած լինել, բայց ձեզ չեն մոռացել։ Գուցե դուք ուժի սահմանին եք, բայց հենց այդ ժամանակ է սկսվում Աստծո հզոր գործողությունը, որովհետեւ երբ մեր ներսում ամեն ինչ վերջանում է, նրա ուժը սկսում է գործել մեծ հզորությամբ։ Մի հանձնվեք հիմա։ Նույնիսկ եթե ծանր եք շնչում, շարունակեք գնալ։ Նույնիսկ եթե չեք հասկանում, շարունակեք վստահել։ Նույնիսկ եթե լաց եք լինում, շարունակեք հավատալ։ Աստված ձեզ այստեղ չի բերել, որպեսզի ճանապարհի կեսին լքի։ Խոստումը դեռ կենթանի է եւ այսօրվա հոգնածությունը չի խանգարի վաղվա հաղթանակին։ 6. Ձեր ցավը չափազանց փոքր չէ, որպեսզի Աստված նկատի այն։ Երբեմն մենք մտածում ենք, որ պետք է գրեթե մեռնել, որպեսզի Աստված հոգ տանի մեր ցավի մասին։ Կարծես միայն ամենաուժեղ տառապանքներն են արժանի երկնքից պատասխանի։ Բայց ճշմարտությունն այն է, որ Աստված տեսնում է նույնիսկ ամենաթույլ անհանգստությունները։ Այն ցավը, որ ոչ ոք չի նկատում, այն սեղմվածությունը կրծքում, որ դուք ինքներդ չեք կարող բացատրել։ Նա զգում է ամեն ինչ։ Աստված չի չափում քո ցավը ինտենսիվությամբ, այլ այն սիրով, որ նա ունի քեզ հանդեպ։ Եվ այդ սերը այնքան խորն է, այնքան անձնական, որ նա ոչինչ չի անտեսում, ինչ վերաբերում է քեզ։ Հիսուսն ասաց, որ նույնիսկ մեր գլխի մազերը հաշված են։ Ղուկաս 12:7։ Սա նշանակում է, որ նրա համար, ով սիրում է քեզ յուրաքանչյուր մանրուքով, ոչինչ չափազանց փոքր չէ։ Խնդիրը այն է, որ հաճախ ինքն ես փոքրացնում այն, ինչ զգում ես։ Դու համոզում ես քեզ, որ դու ոչինչի չարժես, որ պետք է կուլ տաս արցունքներդ, որովհետև ուրիշները ավելի վատ են անցկացնում։ Բայց Աստված քո ցավը չի համեմատում ուրիշների ցավի հետ։ Նա նայում է քեզ անհատականորեն եւ ողորմությամբ։ Եվ եթե դա ցավ է պատճառում քեզ, նրա համար դա կարևոր է։ Չափից շատ զգալը թուլություն չէ, հոգնածությունը մեղք չէ, դա մարդկային է։ Եվ հենց դրա համար էլ Հիսուս եկավ, իր մաշկի վրա զգալու մարդկային ցավը եւ ցույց տալու, որ նա հեռավոր Աստված չէ։ Նա լաց եղավ, արյուն քրտնեց, զգաց մահվան տառապանքը, Մատթեոս 26:38։ Նա հասկանում է եւ նրան անտարբեր չէ։
Գուցե դու զգում ես թուլություն, գուցե նույնիսկ ամաչում ես աղոթել մտածելով, որ քո ցավը նշանակություն չունի, բայց Աստված այնուամենայնիվ կանչում է քեզ մոտ։ Նրան պետք չէ որ գաս գեղեցիկ խոսքերով, նա պարզապես ուզում է որ անկեղծ լինես։ Ինչ ասես, հայրիկ, դժվար է։ Եվ նա կպատասխանի քեզ սիրով. Գիտեմ որդիս, ես այստեղ եմ։ Այդպիսով երբեք այլևս մի մտածիր, որ քո ցավը չափազանց փոքր է, որովհետև Աստծո համար դու չափազանց մեծ ես անտեսվելու համար։ 7. Արդյունքները, որ թաքցնում ես, դրանք աղոթքներ են, որոնք լսում են երկինքները։ Քանի անգամ ես լաց եղել եւ շուտով հետո մեղքի զգացում ունեցել, որ բավարար ուժեղ չես եղել։ Քանի անգամ ես կուլ տվել արդյունքներդ, որպիսի ոչ ոք չանհանգստանա։ Դու կարող ես դա թաքցնել բոլորից, բայց Աստված տեսել է։ Աստված եղել է կողքիդ եւ լսել է քո սրտի գոչյունը, որ ոչ ոք չի լսել։ Աստվածաշնչում Սաղմոս 56:8-ում ասվում է. Դու հավաքել ես իմ բոլոր արդյունքները քո մեջքի մեջ։ Դու գրառել ես յուրաքանչյուրին քո գրքում։ Սա նշանակում է, որ ոչ մի արդյունք աննկատ չի մնացել, ոչ մեկը անիմաստ չի եղել։ Յուրաքանչյուրը եղել է լուր աղոթք, շշնջոց լացի մեջ, եւ երկինքները լսել են։ Աստված հեռավոր հանդիսատես չէ, նա իսկական հայր է։ Նա ոչ միայն տեսնում է, թե ինչպես ես լաց լինում, նա լաց է լինում քեզ հետ։ Հիսուսը երբ տեսավ Մարիամին եւ հրյաներին, որոնք լաց էին լինում Ղազարոսի մահվան կապակցությամբ, ինքն էլ լաց եղավ։ Հովհաննես 11:35։ Նրան դա պետք չէր, բայց նա ուզում էր ցույց տալ, որ քո ցավն արժեք ունի։ Մենք սովոր ենք մտածել, որ աղոթքը միայն այն ժամանակ է, երբ ասում ենք բառերով, բայց դա այդպես չէ։ Երկինքները ընդունում են քո արդյունքները որպես աղոթք։ Նա հասկանում է քո լռությունը որպես հանձնում, եւ հաճախ հենց այս կոտրվածության պահերին է ծնվում ամենամեծ հրաշքը՝ նոր սիրտ, ավելի զգայուն, ավելի ուժեղ, ավելի նման Հիսուսի սրտին։ Այնպես որ, երբ զգում ես, որ ընկած ես գետնին առանց խոսքերի, առանց նպատակի, մի ամաչիր լաց լինել։ Լաց եղիր Աստծո ներկայությամբ, որովհետև այդ արդյունքները կարող են դառնալ քո հաջորդ բերքի սերմեր։ Դրանք ոռոգում են ինչ-որ թանկ բան, որ երկինքները պատրաստում են քեզ համար։ Գուցե հիմա չես տեսնում, բայց այդ արդյունքները ստեղծում են հավերժական ինչ-որ բան։ Եվ երբ կա ճիշտ ժամանակը, կհասկանաս, որ յուրաքանչյուրը լսվել է, գնահատվել հոր կողմից։ 8. Խոսքեր, որոնք հիշեցնում են դու մենակ չես։ Կամ պահեր, երբ հոգին թվում է չորանապատ, ոչ ուղղություն, ոչ հույս, ոչ պատասխան։ Այդ օրերին Աստվածաշունչը բացել է նման է ջուր խմելուն հոգու ծարավի մեջ։ Այն կյանք է բերում, ճշմարտություն եւ առաջին հերթին հիշեցում, որ դու մենակ չես։ Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Մի խռովիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես կզորացնեմ քեզ, կօգնեմ քեզ եւ կաջակցեմ քեզ իմ արդարության աջ ձեռքով։ Եսայիա 41:10։ Այս խոստումը պարզապես գեղեցիկ չէ, այն իրական է։ Սա Աստված է, ով հաստատակամ ասում է. դու կանցնես սրա միջով, բայց կանցնես ինձ հետ։ Մեկ այլ խոսք, որ պետք է բնակվի քո սրտում։ Տերը մոտ է կոտրված սրտերին եւ փրկում է ճնշվածներին։ Սաղմոս 34:18։ Այսինքն, քո ցավը չի հեռացնում Աստծուն քեզանից, այլ մոտեցնում է նրան։ Նա մոտենում է ընկածներին։ Նա օգնում է նրանց, ովքեր չեն կարողանում ինքնուրույն վեր կենալ։ Եվ կա էլ մեկ բան. թեև ես անցնում եմ մահվան ստվերի հովտով, չեմ վախենա չարից, որովհետև դու ինձ հետ ես։ Սաղմոս 23:4։ Աստված չի խոստացել հովիտների բացակայություն, բայց խոստացել է ներկայություն դրանց մեջ։ Գուցե դու հենց հիմա անցնում ես կյանքիդ ամենավատ պահը, բայց դու մենակ չես անցնում դրա միջով։ Թողիր դա։ Աստծո խոսքը չի հիասթափեցնում։ Նույնիսկ եթե հույզերը ասում են, որ ամեն ինչ կորած է, վերադարձիր Աստվածաշնչի ճշմարտությանը, որովհետև հույզերը տատանվում են, բայց խոսքը մնում է, եւ այնտեղ ասվում է, որ Աստված երբեք չի լքի քեզ։ Այնպես որ, եթե այսօր ուժ չունես, դիմիր խոսքին, այն նրա ապաստանն է, դա Աստծո գրկախառնությունն է գրավոր ձևով։ Եվ այն ամեն օր հիշեցնում է քեզ, դու երբեք մենակ չես եղել եւ երբեք չես լինի։ 9. Սա վերջը չէ, սա պարզապես ընդմիջում է, մեծ շրջադարձից առաջ։ Գուցե մտածում ես, որ հասել ես ճանապարհի վերջին, որ ամեն ինչ ավարտված է, որ հետդարձ չկա, լուծում չկա, այլ ճանապարհ չկա, բայց թույլ տուր ասեմ քեզ ճշմարտություն, որ կարող է փոխել ամեն ինչ։ Դու վերջում չես, դու ընդմիջման մեջ ես, եւ Աստված օգտագործում է ընդմիջումները ոչ թե քեզ ոչնչացնելու, այլ հողը պատրաստելու շրջադարձի համար։ Գիտես Հովսեփին, Հակոբի որդուն։ Նրան դավաճանեցին եղբայրները, գցեցին հորատ, վաճառեցին ստրկության, անարդարորեն բանտարկեցին։ Ամեն ինչ կորած էր թվում։
բայց յուրաքանչյուր ընդմիջում մաս էր ավելի մեծ պատմության։ Աստված գրում էր ինչ-որ այնքան մեծ բան, որ իմաստ ուներ միայն ճիշտ պահին, եւ նա արեց դա։ Հովսեփը դարձավ Եգիպտոսի կառավարիչ, ծննդոց 41։ Այն ընդմիջումը, որ դու ապրում ես այսօր, կարող է դաժան, ցավոտ, լուր թվալ, բայց դա դաշտ է, որտեղ Աստված ցանում է անտեսանելի սերմեր, որոնք կծաղկեն խոստացված ժամանակին, եւ երբ հետ նայես կհասկանաս, ոչինչ անիմաստ չի եղել։ Խնդիրը մեր ժամացույցներում է, ամեն ինչ ուզում ենք հիմա, բայց Աստված գործում է կատարյալ ժամանակին։ Նա չի ուշանում, սխալներ չի թույլ տալիս, իմպրովիզացիա չի անում։ Եվ եթե նա ինչ-որ բան կանգնեցրել է, ապա որովհետև պատրաստում է ավելի լավը։ Գուցե թվում է, որ ամեն ինչ սառել է, կանգ է առել, բայց ինչ եթե դա պաշտպանություն է, ինչ եթե դա փրկություն է, ինչ եթե Աստված խուսափում է ինչ-որ բանից, որի մասին դու նույնիսկ չես կասկածում, որ կարող է վնասել քեզ։ Վստահել նրան ավելի անվտանգ է, քան մենակ վազել առանց ուղղության, այնպես որ շնչիր, սպասիր, վստահիր։ Որովհետև ընդմիջումը հիմա տարապանքի եւ հրաշքի միջև է, սա վերջը չէ, սա միայն սկիզբն է պատմության, որն այնուամենայնիվ կզարմացնի քեզ։ 10-րդ Անապատը հավերժ չէ, այն փոխակերպվում է հավերժորեն։ Անհարմար տեղ, ոչինչ չի ծաղկում, ցերեկը շոքը անտանելի է, գիշերը ցուրտը սուր։ Բայց եթե հիմա անցնում ես դրա միջով, լսիր։ Աստված գործում է նաև անապատում։ Իրականում հենց անապատում է նա ամենաշատը բացվել իր ժողովրդին։ Իսրայելի ժողովուրդը 40 տարի անցավ անապատով նախքան խոստացված երկիրը հասնելը։ Բայց այդ ընթացքում Աստված արեց անհնարինը, ուղարկեց մանա երկնքից, ստիպեց ջուրը հոսել ժայռից, պահպանեց ժողովրդին ամբով ցերեկը եւ կրակով գիշերը։ Ելք 13-16։ Սա ցույց է տալիս մեկ բան. անապատը մահվան վայր չէ, այլ կախվածության վայր։ Հենց անապատում է Աստված հեռացնում շեղող գործոնները, կոտրում է հպարտությունը, սովորեցնում է վստահել, որովհետև անապատում կամ կախված ես Աստծուց, կամ չես գոյատևի։ Եվ հենց այդ ժամանակ նա ձևավորում է քեզ, բուժում, պատրաստում։ Մի մտածիր, որ անապատը պատիժ է, դա կարող է լինել բուժում, կարող է լինել մաքրում, կարող է լինել առանձնացում ամեն ինչից, որ դանդաղեցնում է քեզ, որպեսզի մոտեցնի քեզ իսկապես կարևոր բանի, Աստծո ներկայությանը։ Այո, անապատը ցավում է, մենակ է, բայց ժամանակավոր է։ Եվ երբ նպատակը կատարվի, հենց Աստված ինքը կհանի քեզ այնտեղից, ավելի ուժեղ, ավելի հասուն եւ շատ ավելի մոտ նրան։ Որովհետև անապատը փոխակերպում է քեզ ներսից։ Այնպես որ մի հուսահատվիր, մի հանձնվիր հիմա, որովհետև անապատը, որն այսօր ճնշում է քեզ, գուցե հենց այն նվերն է, որ վաղը կբերի քեզ խոստմանը։ Աստված քեզանից կատարյալություն չի սպասում, միայն անկեղծություն։ Շատերը մտածում են, որ պետք է նախ իրենց կարգի բերեն, նախքան Աստծուն մոտենալը։ Կարծես թե պետք է առողջ լինել, առանց սխալների, առանց տխրության, առանց կասկածների, բայց ճշմարտությունը այլ է։ Աստված քեզ կատարյալ տարբերակով չի ուզում, նա ուզում է քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս։ Հովհաննես 40-ում Հիսուսը հանդիպեց սամարացի կնոջը, լի խնդիրներով, խառնաշփոթ կյանքով, որին բոլորը դատում էին, բայց հենց նրա հետ նա որոշեց խոր զրույց վարել։ Նա վերաբերվեց նրան սիրով, ճշմարտությամբ եւ բացահայտեց, թե ով է ինքը։ Սա ցույց է տալիս, որ Աստված ընտրում է ոչ կատարյալներին, իր կատարյալ շնորհը ցույց տալու համար։ Աստված գոհ է հոգու խորքերից եկող ճշմարտությունից, նույնիսկ եթե այն լի է ցավով, կասկածներով կամ շփոթմունքով։ Նրան դիպչում է այն մարդը, ով ծնկի է իջնում եւ ասում. «Հայրիկ, այլևս ուժ չունեմ, կորել եմ, բայց ես այստեղ եմ»։ Այսպիսի անկեղծությունն է հզոր կերպով դիպչում երկնքին։ Քեզ պետք չէ գեղեցիկ աղոթել իմանալ, քեզ պետք չէ բոլոր պատասխաններ իմանալ, պետք է պարզապես անկեղծ լինել։ Տերը մոտ է կոտրված սրտերին եւ փրկում է նրանց, ովքեր հոգով ապաշխարում են։ Սաղմոս 34:18։ Աստված չի վիրավորվում քո թուլությունից, նա մոտենում է դրան։ Այնպես որ դադարիր թաքնվել, դադարիր մտածել, որ անարժան ես։ Աստված հստակ գիտի, թե ով ես դու, ինչ ես զգում, ինչ ես արել։ Եվ այնուամենայնիվ նա կանչում է քեզ անունով։ Նա ուզում է քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, ոչ թե այնպիսին, ինչպիսին դու ձևացնում ես։ Ամենամեծ փոփոխությունը տեղի է ունենում, երբ դադարում ես ձևացնել եւ սկսում ես անկեղծ լինել, որովհետեւ Աստված փոխակերպում է խոնարհ սրտերը, ոչ թե կրոնական արտաքինը։ 12. Հաղթանակի համար ուժ պետք չէ, բավական է հավատը շարունակելու համար։ Մենք մեծանում ենք լսելով, որ պետք է ուժեղ լինել, թույլ չտալ թույլություն ցույց տալ, որ ընկնողները թույլ են։ Բայց գիտես, թե այսօր ինչ է Աստված ասում քեզ։ Քեզ սեփական ուժ պետք չէ, քեզ հավատ է պետք, որովհետև հենց թուլության մեջ է նրա ուժը կատարյալանում։ Բ Կորինթացիներ 12:9։
Գուցե դու սահմանին ես, զգում ես, որ այլևս չես կարողանում դիմանալ, որ խորտակվում ես, որ ոչինչ չի փոխվի։ Բայց հավատը, նույնիսկ մանանեխի հատիկի չափով, կարող է լեռները տեղաշարժել։ Մատթեոս 17:20։ Հավատը վերահսկողության մասին չէ, հավատը վստահությունն է առանց տեսնելու։ Դա այն է, երբ առանց ուժի աղոթում ես, բայց աղոթում ես։ Եվ երբ ամեն ինչ կոչում է հանձնվիր, դու որոշում ես անել ևս մեկ քայլ։ Սա է հավատը, սա հոգևոր դիմադրություն է, եւ Աստված գոհ է այս հանգիստ քաջությունից։ Նա հարգում է այս վստահությունը փոթորքի մեջ։ Մի մեղադրիր քեզ անպաշտպանության համար, մի մեղադրիր քեզ հոգնածության համար։ Դու մարդ ես, եւ Աստված երբեք քեզ կատարյալություն չի խնդրել։ Նա խնդրել է միայն վստահություն, որովհետեւ երբ քո ուժը վերջանում է, սկսվում է նրա ուժը։ Պարտադիր չէ ամեն օր ժպիտով վեր կենալ, բայց պետք է վեր կենալ այն վստահությամբ, որ Աստված դեռ քեզ հետ է։ Եվ նույնիսկ եթե այսօր դժվար է թվում, շարունակիր առաջ գնալ։ Այսօրվա հավատի քայլը կարող է քեզ բերել վաղվա հաղթանակին։ Հաղթանակը ոչ ամենաուժեղինն է, այլ նրան, ով մնացել է։ Եվ եթե դու դեռ այստեղ ես, նշանակում է Աստված դեռ գրում է։ 13. Երբ դրամաբանությունը հիասթափեցնում է, հավատը սկսում է գործել։ Դրամաբանությունը ասում է, որ արդեն վաղուց ժամանակն է, որ այլևս ոչինչ չի կարելի անել, որ ամեն ինչ ավարտված է։ Բայց քանի անգամ Աստված փոխեց անհնար պատմությունները, երբ դրամաբանությունն արդեն ավարտ էր կանխատեսել։ Հավատը սկսվում է այնտեղ, որտեղ դրամաբանությունն ավարտվում է, եւ հենց այդտեղ են տեղի ունենում հրաշքները։ Աբրահամն արդեն ծեր էր, կինը անպտուղ, բայց Աստված խոստացավ որդի։ Դա իմաստ չուներ, բայց այդպես էլ եղավ։ Ծննդոց 21։ Այդպես է, որովհետև Աստված կախված չէ հանգամանքներից խոստումները կատարելու համար։ Նրան պետք է միայն սիրտ, որ պատրաստ է հավատալու։ Գուցե ամեն ինչ շուրջը ասում է, որ այլևս չես կարողանում շարունակել։ Գուցե նույնիսկ քո տրամաբանությունը ասում է, որ ամեն ինչ ավարտված է, բայց հավատը տեսանելիի սահմաններից դուրս է գալիս։ Հիմա հավատը հույսի վստահությունն է, համոզվածությունն այն բանի, որ չի երևում։ Եբրայեցիներ 11:1։ Հավատը նայում է խառնաշփոթ իրավիճակին եւ այնուամենայնիվ ասում է. «Իմ Աստվածը մեծ է»։ Դժվար է վստահել, երբ ոչինչ չի համագործակցում, բայց հենց այդտեղ է հավատը կատարելագործվում, ոչ արագ արձագանքի համար, այլ մթության մեջ էլ վստահ մնալու կարողության համար։ Եվ այդպիսի հավատը շարժում է Աստծո սիրտը։ Հավատը քեզ դուրս է բերում մարդկային վերահսկողությունից եւ դնում աստվածային կամքի կենտրոնում։ Եվ նույնիսկ եթե հիմա իմաստ չունի, շարունակիր հավատալ, որովհետև ճիշտ ժամանակին անտեսանելին տեսանելի կդառնա։ Անհնար իրականություն։ Աստված դեռ հարգում է նրանց, ովքեր վստահում են, եւ գուցե այսօր նա քեզանից սպասում է միայն մեկ բան՝ չհասկանալ ամեն ինչ, բայց այնուամենայնիվ շարունակել հավատալ։ 14. Դու ուշացած չես, քեզ պատրաստում են։ Երբևէ նայել ես ուրիշների կյանքերին եւ հարցրել. ինչու դեռ ինձ հետ չի պատահել։ Այս հետ մնալու զգացումը քայքայում է հույսը։ Թվում է, թե բոլորը առաջ են շարժվում, իսկ դու մնում ես նույն տեղում։ Բայց Աստված այսօր ուզում է հիշեցնել քեզ. դու ուշացած չես, դու գործընթացի մեջ ես։ Աստված շտապով չի գործում, նա անթերի է աշխատում։ Մինչ դու հուսահատվում ես արդյունքի համար, նա ձևավորում է քեզ, որպեսզի կարողանաս պահել այն, ինչ նա քեզ գտա։ Նա ուզում է ոչ միայն օրհնություն տալ, այլ պատրաստել քեզ, որպեսզի չկորցնես այն։ Դավիթը հռչակվեց թագավոր, բայց անմիջապես չբարձրացավ գահին։ Տարիներ անցկացրեց հետապնդվելով, թաքնվելով քարանձավներում, հանդիպելով հսկաների, որովհետև նախքան թագ կրելը նա պետք է սովորեր վստահել, պայքարել եւ սպասել։ Աթագավորաց 16:11։ Խոստումը իրական էր, ժամանակը անհրաժեշտ էր։ Դու տեղում չես կանգնած, քեզ կառուցում են։ Ամեն դաս, ամեն լռություն, ամեն ընկնել, ամեն սպասում, նա պատրաստում է քեզ ավելի մեծ բանի համար։ Աստված քեզ ոչ մեկի հետ չի համեմատում, որովհետև քեզ հետ ունեցածը եզակի է։ Դադարիր համեմատել քեզ, դադարիր զգալ ուշացած։ Դու հենց այնտեղ ես, որտեղ Աստված ուզում է քեզ տեսնել այս պահին, եւ երբ գա խոստման ժամանակը, կհասկանաս, որ սպասումն արժեր։ Այնպես որ շարունակիր, մի նայիր ժամացույցին, նայիր երկինքին, որովհետև Աստծո ժամանակը երբեք չի հիասթափեցնում։ 15. Խոստումը դեռ ուժի մեջ է։ Շնչիր, սա կանչնի։ Երբ ամեն ինչ կարծես փլուզվում է, երբ հոգին ցավից կոչում է, երբ ապագան անverջ մառախուղ է թվում, հենց այստեղ է մեզ պետք պարզ եւ հզոր հիշեցումը։ Խոստումը դեռ ուժի մեջ է։ Այնինչ Աստված ասել է քո մասին չի չեղարկվել, դա պարզապես կատարվում է ճիշտ ժամանակին։ Գուցե ճանապարհին ինչ-որ բան կորցրել ես, գուցե փոթորիկներ ես անցել, բայց Աստված չի փոխվում եւ եթե խոստացել է, կկատարի։ Աստված մարդ չէ որ ստի, ոչ էլ մարդու որդի,
որ զղջա։ Գուցե այնքան հոգնած ես, որ նույնիսկ չես հիշում խոստումը, բայց այն կենթանի է, նույնիսկ լռության մեջ, նույնիսկ ցավի մեջ, նույնիսկ հոգնածության մեջ։ Եվ քանի դեռ շնչում ես, նա կանգնած է։ Այնպես որ շնչիր, լցրու թոքերդ եւ դանդաղ արձակիր օդը։ Այս վատ պահը կանցնի։ Այնինչ այսօր վիրավորում է քեզ, վաղը կարող է դառնալ վկայություն։ Այնինչ այսօր խառնաշփոթ է թվում, վաղը պարզություն կլինի, եւ այնինչ այսօր վերջ թվում է, պարզապես անցումային պահ է, մի կորցյու հույսը։ Աստված դեռ վերահսկում է իրավիճակը, նա զբաղվում է մանրուքներով, եւ երբ ավարտի, այնքան գեղեցիկ կլինի, որ կհասկանաս արժեր վստահել։ Այնպես որ այսօր նույնիսկ հոգնած, նույնիսկ չհասկանալով, ասա հավատով. ես հավատում եմ, սա կանցնի, խոստումը դեռ ուժի մեջ է։ Եթե այս ուղերձն այսօր քեզ մխիթարություն է բերել, հավատ է տվել, կամ պարզապես օգնել է ավելի խոր շնչել, սրտանց շնորհակալություն եմ հայտնում, որ հասար մինչև այս պահը։ Պատահական չէ, որ դիտեցիր այս տեսանյութը։ Աստված գիտի քո սիրտը, քո դժվարությունները, քո արդյունքները, եւ նա պատրաստել է այս պահը հիշեցնելու, որ դու մենակ չես, որ ցավն անցնում է, խոստումը կատարվում է եւ ամեն ինչ կլավանա։ Եթե այս խոսքը դիպչեց քո հոգուն, գրիր մեկնաբանությունում. ես վստահում եմ Աստծուն, ամեն ինչ կլավանա։ Քո մեկնաբանությունը կարող է օգեշնչել ուրիշներին չհանձնվել։ Դու կարող ես դառնալ հույսի ալիք մեկ ուրիշի կյանքում։ Եվ եթե ուզում ես շարունակել լսել խոսքեր, որոնք վերականգնում եւ զորացնում են, հիմա սպասում է եւս մեկ հատուկ տեսանյութ։ Հղումն այստեղ է նկարագրության մեջ։ Պարզապես սեղմիր եւ շարունակիր այս հավատի ճանապարհը մեզ հետ։ Թող Աստված մեծապես օրհնի քեզ։ Բաժանորդագրվիր ալիքին, եթե դեռ չես արել, եւ տեսնվենք հաջորդ տեսանյութում։ Մի մոռացիր, քեզ սիրում են, քեզ տեսնում են եւ ամեն ինչ կլավանա։